Բարև ձեզ հարգելի հայրենակիցներ, ես Մանատ Հակոբյանն եմ Կիևից։ Այսօր Ուկրաինա-Ռուսաստանի լայնածավալ ներխուժման 1620-րդ օրն է, հուսով եմ հասցնում եք հետևել մեր տելեգրամում Վայլդբերիսի ոչնչացված պահեստների և Ռուսաստանի այլ օբյեկտների հարվածներին, Ռուսաստանին ու օկուպացված տարածքներին հասցված ուկրաինական հարվածների բոլոր հնարավոր կադրերը կարելի է գտնել մեր տելեգրամյան ալիքում։ Սկսեցի եթերը պատրաստել ռուսական հերթական բալիստիկ գրոհի ֆոնին, բայց այդ մասին մի քիչ ուշ։ Ուկրաինայի այս վճռական հարվածները Ռուսաստանին խարխլում են ոչ միայն թշնամու ռազմական ու տնտեսական հնարավորությունները, այլև առաջին հերթին Կրեմլի հեղինակությունը։ Դա հատկապես հստակ երևում է հիմա 26 թվականին, երբ աշխարհում ել ավելի քիչ են վախենում Ռուսաստանի հնարավոր պատասխանատվություններից, ավելին արևմտյան դաշնակիցները այլևս չեն թաքցնում իրենց աջակցությունը։ Վաշինգտոնն ու Փարիզը Ուկրաինային են տրամադրում հետախուզական այնպիսի տվյալներ, որոնք օգնում են ուկրաինացի զինվորականներին հայտնաբերել ռուսական հակաօդային պաշտպանության թույլ կողմերը Ռուսաստանի տարածքում անօդաչուներով թիրախային հարվածներ պլանավորելիս։ Այս մասին բացահայտ գրում է Financial Times-ը, հղումանելով իրազեկ պաշտոնյաներին։ Այս ֆոնին Կրեմլը կորցնում է ազդեցությունը ոչ միայն ռազմաճակատում, այլև տեղեկատվական և դիվանագիտական դաշտերում։ Օրինակ, Փարիզը ռուսական ապատեղեկատվության դեմ պայքարի շրջանակներում կոշտ որոշում է կայացրել երկրից արտաքսել Russia Today Ֆրանսիի նախկին ղեկավար քարոզիչ Քսենիա Ֆյոդորովային։ Մոսկվայի համար հաջորդ հարվածը եկավ այնտեղից, որտեղից ամենաքիչն էին սպասում, ևս մեկ պետություն հետ է կանչել Աբխազիայի և Հարավային Օսիայի Ռուսաստանի կողմից օկուպացված Վրաստանի տարածքների այսպես կոչված անկախության ճանաչումը։ Այս անգամ Ռուսաստանից երեսը թեքել Խաղաղ օվկիանոսում գտնվող Նաուրու գաճաճ պետությունը, ինչը ցույց է տալիս ռուսական դիվանագիտության լիակատար ֆիասկոն, ու մինչ Կրեմլի շուրջ օղակը սեղմվում է, ռուս դիվանագետներին մնում է միայն երկչոտ կերպով դժգոհել եվրոպական երկրների սպասվող միջուկային զորավարժություններից։ Մոսկվայում հայտարարում են, թե Ֆրանսիայի և Գերմանիայի աշնանային միջուկային զորավարժությունները իրենց մոտ մեծ անհանգստություն են առաջացնում, բայց հետաքրքիր է, իրենք Կրեմլում գոնե հասկանում են, որ Եվրոպայի և Ուկրաինայի այսօրվա միլիտարիզացումը ուղիղ հետևանքն է հենց իրենց Պուտինի թույլ տված ռազմավարական սխալների շղթայի։ Ուկրաինական ուժերը հուլիսի 29-ից 31-ը ընկած ժամանակահատվածում իրականացրել են ռազմավարական նշանակության օբյեկտների զանգվածային ոչնչացման գործողություն Ռուսաստանի Դաշնության տարածքում և օկուպացված շրջաններում։ Հուլիսի 29-ին և լույս 30-ի գիշերը ուկրաինական ուժերը հարվածել են Պերմի կրայում գտնվող Լուկոյլ Պերմնեֆտեօրգ Սինթեզ նավթավերամշակման գործարանին։ Սա Ռուսաստանի խոշորագույն գործարաններից է, որն արտադրում է վառելիք և քսայուղեր ռուսական բանակի և ռազմարդյունաբերության համար։ Հարվածից հետո այնտեղ ուժեղ հրդեհ է սկսվել։ Նույն գիշերը հարված է հասցվել Զապորոժիեի մարզի օկուպացված տարածքում գտնվող Պրիմորսկի Պասատ ռազմական պոլիգոնին, ինչպես նաև վնասվել է Պենզայի մարզում գտնվող Վայլդբերիսի լոգիստիկ կենտրոնը։ Հուլիսի 30-ին Ղրիմի Ֆիոլենթ հրվանդանում ուկրաինական անօդաչուները ոչնչացրել են թանկարժեք Մուրմանսկ BN ռադիոէլեկտրոնային պայքարի համակարգը, որով թշնամին հետախուզություն էր անում մինչև 5000 կիլոմետր հեռավորության վրա։ Բացի այդ, ուկրաինական դրոնները շրջանցել են ռուսական հոպը և հարվածել Գվարդիեյսկայի ռազմական կայազորին, Նիկոլաևկայի աերոդրոմին 3 հարված հասցրել Սիմֆերոպոլի շրջանում և ևս մեկ հարված Ֆեոդոսիայում։ Նույն օրը առավոտյան լյուտի դրոն կամիկաձեներով հարված է հասցվել Ուդմուրտիայի Սարապոլ քաղաքում գտնվող Վայլդբերիսի լոգիստիկ կենտրոնին, ինչը պաշտոնապես հաստատել է հենց ընկերությունը։ Հուլիսի 31-ին ուկրաինական ուժերը գրանցել են պատմական հաջողություն։ Պատմության մեջ առաջին անգամ ուկրաինական սովորական FPV դրոնը խորը թիկունքում խոցել է ռուսական նորագույն և շատ թանկարժեք S-300V հակաօդային պաշտպանության համակարգը։ Նույն օրը պատմության մեջ առաջին անգամ հարված է հասցվել Թաթարստանի Զելենադոլսկ քաղաքում գտնվող Օզոն Marketplace-ի պահեստին, որտեղից աշխատակիցները խուճապահար փախել են։ Գիշերային հարվածների հետևանքով հրդեհներ են բռնկվել նաև Թաթարստանի և Վոլգոգրադի Վայլդբերիսի պահեստներում։ Վայլդբերիսի և Օզոնի պահեստները հանդիսանում են օրինական թիրախներ, քանի որ այնտեղ վաճառվում են պատերազմի համար նախատեսված ապրանքներ, և ռուսական ռազմարդյունաբերությունը դրանց միջոցով ստանում է պատժամիջոցների տակ գտնվող պահեստամասեր, այդ թվում դրոնների դետալներ և նավիգացիոն սարքավորումներ։ Ավելի վաղ ուկրաինական ուժերը հաջողությամբ ռմբակոծել էին նաև Ռիազանի մարզում գտնվող Վայլդբերիսի պահեստը։ Բացի այդ, հուլիսի 31-ին ուկրաինական ուժերը հարվածել են Լուկոյլ Վոլգոգրադ
նեֆտեպերերաբոդկա նավթավերամշակման գործարանին, որն ապահովում էր ռուսական բանակի վառելիքի կարիքները, ոչնչացվել է Տաման նավահանգիստի ենթակառուցվածքը, որտեղ մեծ հրդեհ է սկսվել, օկուպացված Ղրիմի եւ Պատորիա քաղաքում հարվածի արդյունքում խոցվել են ավիացիոն տեխնիկայով 2 անգարներ եւ ավիացիոն գործարանի արտադրամասը, Վլադիվոստոկում ամբողջությամբ արվել է տեխնիկայի եւ էլեկտրոնիկայի ցանցի հսկայական պահեստը, բայց այս հրդեհի հետ Ուկրաինայի հետ կապը դեռ հաստատված չէ։ Նույն օրերին Ուկրաինայի գլխավոր շտաբը հաստատել է Լուգանսկի մարզի Գալուբովկա շրջանում ռուսական Պոլե-21 ռադիոէլեկտրոնային պայքարի համակարգի խոցումը, Ղրիմի Նաումովկա շրջանում զինամթերքի պահեստի ոչնչացումը եւ Դոնեցկի մարզի Բախմուտի շրջանում հակառակորդի հրամանատարական կետի խոցումը։ Իդեպ ամսի 31-ի տվյալներով Վայլդբերիսի պահեստներից 15-ը արդեն խոցվել էին ուկրաինական դրոնների կողմից, թիվը քանի գնում ավելանում է։ Ռուսաստանում ներկայիս իրավիճակի վերլուծությունը ցույց է տալիս, որ Կրեմլի համակարգը սկսել է լուրջ խափանումներ տալ, ռազմական ձախողումները, նոր մոբիլիզացիայի վախերն ու տնտեսական գերլարումը Պուտինի ռեժիմը կանգնեցրել են փակուղու առաջ։ Փորձագետները, այդ թվում Ամերիկայի բանակի մայոր Ջոն Սփենսերը, Ուկրաինա լայնամասշտաբ ներխուժումը անվանում է 21-րդ դարի ամենամեծ ռազմավարական սխալը Ռուսաստանի։ Այս որոշման հետևանքները կործանարար են Ռուսաստանի Դաշնության համար։ Ռուսական կողմն արդեն ունի ավելի քան 1 միլիոն զոհ ու վիրավոր, Ռուսաստանը դադարել է լինել էներգետիկ գերտերություն եւ եվրոպական պրեմիում շուկաների փոխարեն վերածվել է Չինաստանի էժան հումք մատակարարող կցորդի, տեխնիկայի եւ սպաների սուր դեֆիցիտի պատճառով Կրեմլը այսօր լիովին կախվածության մեջ է ընկել Իրանի եւ Հյուսիսային Կորեայի զենքերից ու զինամթերքից, ուկրաինական ինքնությունը ոչնչացնելու փոխարեն Պուտինը միայն համախմբեց ուկրաինացիներին, իսկ ՆԱՏՕ-ն Ռուսաստանի սահմաններին դարձավ ավելի մեծ ու հզոր, քան երբևէ։ Ռուս քաղաքական գործիչներն ու քարոզիչները հանկարծակի եւ սինխրոն սկսել են համոզել սեփական բնակչությանը, թե նոր մոբիլիզացիա չի լինելու։ Ուկրաինայի Գերագույն ռադայի падգամավոր Եգոր Չերնևը նշում է, որ այս պանիկան խոսում է համակարգի խոշոր ճգնաժամի մասին։ Պատերազմն այնքան ոչ պոպուլյար է դարձել Ռուսաստանում, որ իշխող Եդինայա Ռոսիա կուսակցության վարկանիշները սրընթաց գահավիժում են ընտրություններից առաջ։ Կրեմլը այժմ փորձում է խաբել ընտրողներին եւ կուսակցությունը հեռու պահել պատերազմի թեմայից։ Եթե դա չօգնի, իշխանությունները պատրաստվում են երկրում ռազմական դրություն մտցնել, ինչը թույլ կտա չեղարկել ընտրությունները, փակել սահմանները, անջատել արտաքին ինտերնետը եւ Ռուսաստանը վերածել տոտալ ռազմական ճամբարի։ Ամերիկյան վերլուծական կենտրոնների գնահատականներով նոր մոբիլիզացիան կլինի Պուտինի անձնական խոստովանությունը այն մասին, որ ինքը պարտվում է պատերազմում, սակայն նույնիսկ դա չի փոխի ռազմաճակատի ընթացքը, նոր զորակոչիկները միայն կլրացնեն ընթացիկ կորուստները, բայց չեն կարողանա լայնածավալ հարձակումներ իրականացնել ծանր տեխնիկայի եւ որակյալ հրամանատարի բացակայության պատճառով։ Փոխարենը մոբիլիզացիայի նոր ալիքը կհանգեցնի երկրից մարդկանց զանգվածային փախուստի եւ ներքին լուրջ խռովությունների, էլեկտրականության վառելիքի ճգնաժամի եւ տնտեսական ծանր վիճակի ֆոնին։ Անցած եթերում արդեն անդրադարձանք Ռուսաստանից փախչողների նոր ալիքին, արևմտյան պատժամիջոցների ճնշումը, ուկրաինական անօդաչուների դիպուկ հարվածները, ռուսական նավթային օբյեկտներին, ինչպես նաև ներքին գերլարումը Պուտինի ռեժիմին տանում է դեպի կործանում։ Կրեմլը այլևս ի վիճակի չէ լուծել խնդիրները հին մեթոդներով, իսկ ռազմական դրության կամ նոր մոբիլիզացիայի նման արմատական քայլերը միայն կփլուզեն պետության հիմքերը ներսից։ Սա Ուկրաինայի եւ աշխարհի համար պատմական մեծ շանս է։ Մինչ եթերի այլ թեմաներին անցնելը, խնդրում եմ մի քանի վայրկյան ընձեռնել եւ լայքել մեր հաղորդումը, ինչպես նաեւ հնարավորության դեպքում տարածել այն սոցիալական ցանցերում։ Ձեր աջակցությունը լայքերի եւ տարածումների տեսքով շատ զգալի է։ Անչափ շնորհակալ եմ յուրաքանչյուրիդ ձեր մեծ աջակցության համար։ Ռազմաճակատում Ռուսաստանի կորուստները արդեն աղետալի չափերի են հասնում։ Fox News-ին տված հարցազրույցում Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին շատերի համար գաղտնազրկում է արել կողմերի կորուստների տվյալները հայտնելով, պատերազմի սկզբից ի վեր Ուկրաինան կորցրել է մոտ 50,000 զինվորական, մինչդեռ ռուսական բանակը կորցրել է 1,600,000-ի չափ զինվոր, սպանվածների թիվը հասել է շուրջ 700,000-ի, եւս 900,000 վիրավոր են։ Իմ կողմից ավելացնեմ, որ այդ 900,000 վիրավորներից մեծ մասը անվերադարձ կորուստներ են եւս ռուսական բանակի համար, որովհետեւ վերջույթներ են կորցնում ռուս զինվորները, իսկ այդպիսիներին ինչքան էլ ուզենան Պուտինի հրամանատարները նորից ռազմաճակատ չեն կարող ուղարկել։ Զելենսկու հայտնած թվերը մի փոքր ավել են Ուկրաինայի գենշտաբի թվերից,
ամենայն հավանականությամբ նախագահը այլ տվյալներ է օգտագործում, եթե հիշում եք, ես հաճախ Ուկրաինայի գենշտաբի թվերը ներկայացնելուց ասում եմ, որ ռուսական կորուստներին պետք է ավելացվի 10-ից 15%, որովհետև շատ ժամանակ պարզապես ռուսական զինվորից ոչինչ չի մնում։ Ինչպես տեսնում եք, մեկ զոհված ուկրաինացի զինվորականի համար ռուսական բանակը շատ մեծ կորուստներ է տալիս, բայց մեզ համար այդ 50,000-ն էլ շատ խոշոր կորուստ է։ 50,000 կորուստ, սա բանակի կորուստն է։ Մենք ունենք նաև քաղաքացիականների կորուստներ, որոնց թիվը ամեն օր աճում է։ Երևի թե վերջնական թվերը պարզ կլինեն պատերազմի ավարտից հետո։ Ուկրաինական հեռահարվածները կաթվածահար են անում նաև Ռուսաստանի տնտեսության հիմքը։ Financial Times-ի տվյալներով ուկրաինական հարձակումներից տուժած 26 ռուսական նավթավերամշակման գործարաններից միայն երրորդ մասն է կարողացել ամբողջությամբ վերականգնել աշխատանքը։ Այնպիսի հսկաներ, ինչպիսիք են Ռիազանի, Նիժնի Նովգրադի եւ Վոլգոգրադի գործարանները, աշխատում են իրենց հզորության միայն կեսով, իսկ Մոսկվայի նավթավերամշակման գործարանը ընդամենը 1/3-ով։ Արևմտյան պատժամիջոցների պատճառով Ռուսաստանը ֆիզիկապես չի կարողանում փոխարինել բարդ տեխնոլոգիական սարքավորումները։ Այս ամենի ֆոնին, ինչպես նշում է բրիտանական Times պարբերականը, գալիք 26 թվականի օգոստոսը կարող է դառնալ ամենածանր եւ անեծքով լի ամիսը Վլադիմիր Պուտինի եւ նրա ռեժիմի համար։ Պատմականորեն հենց օգոստոսին են Ռուսաստանում տեղի ունենում խոշորագույն աղետներն ու քաղաքացիական ցնցումները, ինչպիսիք էին 91 թվականի պուտչը, Կուրսկ սուզանավի խորտակումը կամ 24 թվականի Կուրսկի գործողությունը, իսկ այժմ Պուտինյան ռեժիմը կանգնած է ել ավելի խորը ճգնաժամի առաջ։ Դե այստեղ մեզ մնում է ասել Աստված Times-ի ձայնը լսի։ Որպես վերջնական նախազգուշացում Կրեմլին, էներգետիկ փորձագետ Վիկտոր Կուրծևը, սա ուկրաինացի փորձագետ է, հայտարարել է, որ ծայրահեղ վտանգի եւ պետականության կորստի սպառնալիքի դեպքում քաղաքական որոշման արկայության պարագայում Ուկրաինան ունակ է ընդամենը 6-ից 8 ամսվա ընթացքում ստեղծել սեփական միջուկային զենքը։ Ուկրաինան ունի բոլոր անհրաժեշտ տեխնոլոգիաներն ու խաղաղատոմի շրջանակներում ուրանի հարստացման ենթակառուցվածքները, եւ եթե այլ մեթոդները չգործեն, Կիևը կարող է դիմել այս ծայրահեղ քայլին։ Ռուսաստանում վառելիքի ճգնաժամը ծանր հարված է հասցրել ագրարային ոլորտին, գրեթե կաթվածահար անելով 26 թվականի ամառային բերքահավաքը։ Դիզելային վառելիքի սուր դեֆիցիտի պատճառով հացահատիկի հնձի տեմպերը նախորդ տարվա համեմատ ընկել են 3 անգամ։ Հուլիսի սկզբի դրությամբ հնձվել է ընդամենը մոտ 1.5 միլիոն հեկտար, անցյալ տարվա ավելի քան 4 միլիոնի դիմաց։ Ֆերմերները պարզապես չեն տեղավորվում ժամկետների մեջ, ինչի պատճառով հասունացած հացահատիկը թափվում է դաշտերում, իսկ սկսված անձրևներն էլ ավելի են բարդացնում իրավիճակը։ Այս ամենի պատճառն այն է, որ ռուսական բանակը պատերազմական գործողությունների պատճառով սպառում է նախատեսվածից ավելի շատ վառելիք, շուկայում եղած ողջ դիզելը պետությունը վերահասցեագրում է ռազմական կարիքների համար, իսկ գյուղատնտեսությանը վառելիք է հասնում մնացորդային սկզբունքով։ Խոշոր ագրոհոլդինգները դեռ ինչ-որ կերպ դիմանում են սեփական պաշարների հաշվին, սակայն փոքր ու միջին ֆերմերները հայտնվել են սննկացման եզրին, նրանք չունեն վառելիքի պահեսներ եւ չեն կարողանում գնել այն աստղաբաշխական գներով։ Իրավիճակը ավելի է սրվել, քանի որ Ռուսաստանի գյուղնախարարությունը կրճատել է ֆերմերների արտոնյալ վարկավորման ծրագրերը հենց բերքահավաքի թեժ պահին։ Բացի այդ, Ազովի ծովում ուկրաինական դրոնների հարվածները փաստացի արգելափակել են ռուսական հացահատիկի արտահանման հիմնական ուղիներից մեկը, լոգիստիկայի կոլապսի եւ բեռնատարների համար դիզվառելիքի բացակայության պատճառով հացահատիկը մնում է երկրի ներսում, սա արդեն հանգեցրել է ներքին շուկայում ցորենի եւ գարու գների անկմանը, իսկ փորձագետները ռուսական հացահատիկի արտահանման կանխատեսումները նվազեցրել են միանգամից 20%-ով։ Այս համար վառելիքի շուկային հասցված հարվածների հետևանքները Ռուսաստանում լիովին կզգացվեն արդեն 26 թվականի աշնանը։ Փորձագետները կանխատեսում են 3 գլխավոր սցենար։ Առաջինը պարենային ճգնաժամ եւ գնաճ, ամառային բերքահավաքի ձախողումը կհանգեցնի հիմնական սննդամթերքի, հացի, ալյուրի եւ մսի գների կտրուկ թռիչքի, բացի այդ սեպտեմբերին վառելիքի դեֆիցիտը կաթվածահար կարող է անել աշնանային ցանքսը, ինչը կվտանգի արդեն հաջորդ տարվա բերքը։ Երկրորդ սցենարը վառելիքային կոլապսն է ջեռուցման շրջանում, աշնանը մազութի եւ դիզվառելիքի պահանջարկը միշտ կտրուկ աճում է կաթսայատների գործարկման պատճառով, ֆերմերները եւ շարքային
տեղային քաղաքացիները ստիպված կլինեն մնացորդային վառելիքի համար կոշտ պայքար մղել կոմունալ ծառայությունների եւ բանակի հետ, իսկ որակի ստանդարտների պաշտոնական անկումը մինչեւ Եվրո 3 կհանգեցնի ավտոմեքենաների շարժիչների զանգվածային խափանումների, իմիջիայլոց Ռուսաստանից բողոքները արդեն սկսվել են։ Այդ ուղղությամբ երրորդ սցենարը ֆերմերների սնանկացումն է, Ազովի շրջափակման պատճառով հացահատիկը հնարավոր չէ արտահանել, իսկ ներքին շուկայում գները շարունակվում են ընկնել, մինչև նոյեմբեր փոքր ու միջին տնտեսությունները կսպառեն իրենց ֆինանսական միջոցները, ինչը կհանգեցնի սնանկացումների մեծ ալիքի, հետաքրքիր սցենարներ են, որն էլ իրականանա դեմ չենք։ Ռուսաստանի վառելիքի ճգնաժամը Կրեմլի ձեռքին դարձել է հարմար տնտեսական զենք նաև ընդդեմ Երևանի, չնայած Փաշինյան-Պուտին քաղաքական հարաբերությունները պատմական նվազագույնի վրա են, տնտեսապես Հայաստանը դեռ մեծ կախվածություն ունի Ռուսաստանից, Ռուսաստանը պաշտոնապես սպառնում է չեղարկել գազի եւ նավթամթերքի արտոնյալ գները, եթե Հայաստանը չփոխի իր արտաքին քաղաքական կուրսը, բացի այդ Ռուսաստանում հացահատիկի բերքահավաքի ձախողումը ուղղակիորեն սպառնում է Հայաստանի պարենային անվտանգությանը, քանի որ մեր հայրենիքը իր ցորենի ավելի քան 90%-ը ներկրում է Ռուսաստանից։ Այս վտանգները հաշվի առնելով Երևանը արդեն սկսել է էներգակիրների շտապ դիվերսիֆիկացում, Հայաստանը կտրուկ ավելացրել է բենզինի ներկրումը Եվրոպայից եւ պատմության մեջ առաջին անգամ սկսել է վառելիք գնել Ադրբեջանից, սեփական տնտեսությունը ռուսական շանտաժից պաշտպանելու համար։ Եթե կային մարդիկ, ովքեր չգիտեին, որ Հայաստանը Եվրոպայից բենզին է ներկրում, ասեմ, որ դա Բուլղարիան է, Ռումինիան եւ Բելգիան։ Ինչպես արդեն ասացի, եթերը սկսել էի պատրաստել ռուսական բալիստիկ հարվածների տակ, իմ անցած եթերից հետո Ռուսաստանն արդեն 2 անգամ բալիստիկ հարվածներ է հասցրել Կիևին, եթե հուլիսի 30-ին բացի Կիևից հարվածներ էին հասցվում Ուկրաինայի տարբեր մարզերի, ապա անցած գիշեր գլխավոր թիրախը նորից հենց Կիևն ու Կիևի մարզն էր, օդային ուժերի տվյալներով վերջին 48 ժամվա ընթացքում հակառակորդը մի քանի տասնյակ բալիստիկ հրթիռներ է արձակել աննախադեպ ահաբեկչություն իրականացնելով խաղաղ բնակչության դեմ, հուլիսի 30-ի հարվածն իրականացվել էր 9 բալիստիկ հրթիռներով, այդ թվում Իսկանդեր M և հյուսիսկորեական KN-23 տեսակի, ինչպես նաև 89 շահեդ դրոններով, որոնք բոլորը մինչև վերջինը ոչնչացվել էին մեր հակաօդային պաշտպանության կողմից, սակայն խոցված հրթիռների բեկորները հանգեցրել էին հրդեհների Աբալոնսկի շրջանում Կիևի, որտեղ գրեթե ամբողջությամբ այրվել էր Պոչայինա հայտնի հնաոճ իրերի շուկան, ինչի հետևանքով մեկ մարդ զոհվել էր։ Անցած գիշեր իրավիճակը սրվեց մինչև ծայրահեղ աստիճան, երբ մայրաքաղաք Կիևը ցնցվեց հզոր պայթյունների շարքից, մոնիտորինգային ալիքները ընդամենը կես ժամվա ընթացքում ֆիքսել են մոտ 20 բալիստիկ հրթիռների արձակում, հաստատվել են հարվածներ եւ բեկորների ընկնելու դեպքեր Կիևի Սալոմենսկի, Շևչենկովսկի եւ Դարնիցկի շրջաններում, քաղաքում բռնկվել են հրդեհներ, այրվում էր քաղաքացիական ենթակառուցվածքը, այդ թվում ավտոլվացման կետ եւ ավտոկանգառ մեքենաներով, ամենածանր հարվածը հասցվել է Դարնիցկի շրջանին, որտեղ արձանագրվել է հրթիռի ուղիղ հարված բնակելի շենքին։ Ռուսական հարվածների հետևանքով զոհերի թիվը Կիևում իմ եթերի պատրաստման պահին հասել է 9 մարդու, որոնցից 7-ը զոհվել են հենց Դարնիցկի շրջանում, եւս 27 մարդ ստացել են տարբեր աստիճանի վնասվածքներ եւ հոսպիտալացվել են, տուժվածների թվում կա 4 երեխա։ Փրկարարները շարունակում էին հարվածների վայրերում իրենց աշխատանքները, նրանց արդեն հաջողվել է փրկել ավելի քան 100 մարդու կյանք։ Այս զանգվածային տերորի հետևանքով վնասվել է նաև Լիտվայի դեսպանատան շենքը, իսկ քաղաքի մի քանի շրջաններում ֆիքսվել են էլեկտրականության եւ ջրի մատակարարման խափանումներ, բայց իրավիճակը կայունացել էր հենց գիշերը։ Ակնհայտ է, որ Կրեմլը փորձում է վրեժխնդիր լինել ռազմաճակատի ձախողումների, իր թիկունքում այրված նավթաբազաների եւ ոչնչացված հոբ համակարգերի համար, գիտակցաբար կենտրոնացնելով բալիստիկ հարվածը հենց մայրաքաղաք Կիևի վրա։ Իհարկե նա մի քանի տասնյակ բալիստիկ հրթիռներով մասշտաբային սպանություն էր ուզում իրականացնել խաղաղ մարդկանց հանդեպ, բայց ինչքանով դա ստացվեց նրա մոտ, երևի թե իմացաք թվերից։ Մոտեցանք ռազմաճակատի թվերի մեր եթերի բաժնին։ Ընդհանուր առմամբ ռազմաճակատի ողջ երկայնքով 3 օրում գրանցվել է 750 մարտական բախում, իսկ հակառակորդի կորուստները կազմել են եւս 4170 զինվոր եւ 6334 միավոր թշնամու տեխնիկա եւ սպառազինություն։ Ռելիզները ձեր էկրաններին են, պատերազմի սկզբից մինչ օրս թշնամու ընդհանուր կորուստները կազմել են արդեն 1 447 620 օկուպանտ։
Ուկրաինական անօթաչուների արդյունավետությունը ռազմաճակատում արդեն ընդունում են նույնիսկ աշխարհի հզորագույն պետությունները։ Պատմության մեջ առաջին անգամ Ամերիկայի Միացյալ Նահանգների բանակը իր սպառազինության մեջ ներառել է ուկրաինական արտադրության 2000 տակտիկական հարվածային դրոններ։ Ուկրաինական ընկերությունը հատուկ հարմարացրել է այս կվադրոկոպտերները Պենտագոնի պահանջներին եւ տեստավորման արդյունքում դրանք մտել են սպառազինության շարք։ Այս քայլով Ուկրաինան պաշտոնապես դարձել է առաջին երկիրը, որը թույլատվություն է ստացել անօթաչու թռչող սարքեր արտահանել ամերիկյան շուկա։ Մինչ Ուկրաինան զարգացնում է իր ռազմական տեխնոլոգիաները, Կրեմլը շարունակում է իր անօգուտ հրթիռային տերորը, հայտնվելով ռազմավարական փակուղում։ Ռուսական քարոզչությունը, մասնավորապես Սալավյով լայվի եթերում բացահայտ խոստովանել է, որ Կիևին հասցվող հարվածները չունեն ռազմական նշանակություն եւ չեն հետապնդում լուրջ զինվորական թիրախներ։ Ռուսաստանը ուղղակիորեն ընդունել է, որ իրական նպատակը քաղաքացիական բնակչությանը հնարավորինս ուժեղ լարվածության մեջ պահելն ու տերորի ենթարկելն է։ Այս ամենը կատարվում է այն պատճառով, որ Մոսկվան չունի այլևս ռազմական առավելություն, իսկ Ուկրաինան, չնայած հարձակումներին, միայն ավելացնում է սեփական դրոնների արտադրությունը։ Ուկրաինայի համար գլխավոր մարտահրավեր է մնում ռուսական բալիստիկան, որի դեմ պայքարելու համար Վլադիմիր Զելենսկին Վաշինգտոնում Դոնալդ Թրամփին ներկայացրել է նոր ռազմավարական պլան։ Ուկրաինայի նախագահը խնդրել է թույլատվություն օգտագործել Starlink արբանյակային կապը կամ Պենտագոնի Starshield համակարգը Ռուսաստանի խորքում գտնվող բալիստիկ հրթիռների արձակման կայաններին հարվածելու համար։ Սա Patriot համակարգերի հրթիռներից շատ ավելի էժան եւ արագ լուծում է, քանի որ, ինչպես նշում են ուկրաինական պաշտպանական ընկերությունները, նետերը օդում որսալու փոխարեն ավելի արդյունավետ է հարվածել հենց նետահարներին։ Այս նույն տրամաբանությանը կողմ է արտահայտվել նաև Ամերիկայի ռազմածովային ուժերի էքս-կոնտրադմիրալ Մարկ Մոնտգոմերին։ Նա հայտարարել է, որ Վաշինգտոնին անհրաժեշտ է ընդամենը մեկ որոշում կայացնել՝ թույլատրել եւ արագացնել ուկրաինական F-16 կործանիչների վրա ամերիկյան գերճշգրիտ ARAM հեռահար հրթիռների ինտեգրումը։ Այս զենքը կարող է խոցել թիրախները ավելի քան 480 կիլոմետր հեռավորության վրա։ Մոնտգոմերիի խոսքերով ուկրաինական անօթաչուների հետախուզական տվյալների եւ ARAM հրթիռներով զինված F-16-երի համադրությունը թույլ կտա ոչնչացնել ռուսական Իսկանդերների շարժական կայանները դեռ նախքան դրանց արձակումը, ինչը կփրկի միլիոնավոր դոլարներ եւ խաղաղ բնակիչների կյանքեր։ Միևնույն ժամանակ ՆԱՏՕ-ն պատրաստվում է ուժեղացնել իր միջուկային ներուժը Եվրոպայում Ռուսաստանից բխող սպառնալիքների ֆոնին, ինչպես հաղորդում է գերմանական մամուլը։ Ալյանսը քննարկում է ամերիկյան միջուկային արսենալի մի մասը Ռուսաստանի սահմաններին առավել մոտ տեղափոխելու տարբերակը։ Որպես պոտենցիալ երկրներ, որտեղ կարող է տեղակայվել այդ սպառնալիքը, նշվում են Լիտվան, Ֆինլանդիան եւ Լեհաստանը։ Վերջինս կարող է միանալ Nuclear Sharing ծրագրին, իսկ Ֆինլանդիան արդեն պաշտոնապես հանել է միջուկային զենքի ներկրման եւ տարանցման նախկին արգելքը։ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն հաստատել է, որ դաշնակիցներն իրոք քննարկում են Ալյանսի միջուկային ներուժի ադապտացումը։ Այս ամենը տեղի ունենում Ռուսաստանի ներսում ահագնացող ֆինանսական աղետի ֆոնին, որտեղ Կրեմլը կանգնած է բյուջեի ռեկորդային դեֆիցիտի առաջ։ Վյորստկա հրատարակության տվյալներով ռուս պաշտոնյաների շրջանում խոճապ է սկսվել հնարավոր ֆինանսական հատուկ գործողության պատճառով, քննարկվում է ռուսաստանցիների խոշոր բանկային ավանդները, որոնք գերազանցում են 1-ից 2.8 միլիոն ռուբլին, բռնի ուժով վերածել երկարաժամկետ կամ անժամկետ ռազմական պարտատոմսերի։ Պետդումայի падգամավորներից մեկը անանուն մնալու պայմանով բացահայտ հայտարարել է. «Դու բյուջեի դեֆիցիտը տեսել ես, բացի մարդկանց գրպաններից, էլ ինչով այն հիմա փակենք»։ Փորձագետները հիշեցնում են, որ նախնական պլանով 26 թվականի բյուջեի դեֆիցիտը պետք է կազմեր 3.8 տրիլիոն ռուբլի, սակայն միայն տարվա առաջին 4 ամիսների ընթացքում այն արդեն հասել է 5.9 տրիլիոնի, եւ սա ընդամենը այն դեպքում, երբ Ուկրաինան միայն սկսել է ռեգուլյար հարվածներ հասցնել Ռուսաստանին եւ հյուծել ագրեսոր պետությունը։ Հասանք մեր եթերի, մեր լսարանի կողմից ամենասիրված մասին՝ թշնամուն հասցված թարմ հարվածներին։ Ուկրաինական ուժերը օգոստոսի 1-ի առավոտյան
իրականացրել են պատմական եւ ռազմավարական նշանակության հզորագույն գործողություններ Ռուսաստանի խորքում եւ օկուպացված տարածքներում, ուկրաինական բարի դրոնները անցել են ռեկորդային 1500 կիլոմետր հեռավորություն եւ հաջողությամբ գրոհել Բաշկորտոստանի Հանրապետության Ուֆա քաղաքում գտնվող նավթավերամշակման գործարանը։ Սոցցանցերում հրապարակված կադրերի համաձայն գործարանի տարածքում ֆիքսվել է առնվազն 3 ուղիղ հարված, ինչից հետո երկինք են բարձրացել սև ծխի հսկայական սյուներ։ Բոլոր կադրերը մեր Telegram-ում են, ինչպես միշտ։ Ուֆայի գործարանները մատակարարում են վառելիք ռուսական բանակին, ինչի պատճառով հանդիսանում են օրինական թիրախներ։ Ռուսական իշխանություններն ու պաշտպանության նախարարությունը փորձում են լիակատար լռություն պահպանել այս գործանարար հարվածի վերաբերյալ, բայց դե հո մեր ալիքների կադրերը կան։ Զուգահեռաբար Սև ծովում ուկրաինական ծովային դրոնները հաջողությամբ խորտակել են Ռոսատոմ պետական կորպորացիայի Յանինա խոշոր կոնտեյներային նավը։ Ռոսատոմի ղեկավար Ալեքսեյ Լիխաչովը պաշտոնապես հաստատել է, որ 2 ծովային դրոնների հարվածի հետևանքով նավը ամբողջությամբ անցել է ջրի տակ, Նավառոսիսկի նավահանգստից 130 մղոն հեռավորության վրա, մինչ Ռուսաստանը բողոքում է միջազգային ջրերում նավագնացության խախտումներից, ուկրաինական կողմը շարունակում է ոչնչացնել թշնամու այն տանկերներն ու նավերը, որոնք օգտագործվում են ռուսական զորքերի էներգետիկ եւ նյութատեխնիկական կարիքների համար, թե չէ Ռոսատոմի նավի վրա քաղաքացիական բեռս որն է։ Ուկրաինական ուժերը նաև ելավել են ուժեղացրել օկուպացված Ղրիմի շրջափակումը, գլխավոր շտաբի պաշտոնական հաստատմամբ ճշգրիտ հարվածներով վնասվել եւ շարքից դուրս են բերվել 2 կարևորագույն երկաթուղային կամուրջներ, խոցվել է Խերսոնի մարզը Ղրիմին կապող Չոնգարի մոտ գտնվող Սիվաշ երկաթուղային կամուրջը, ինչպես նաև հենց թերակղզու տարածքում գտնվող Վլադիսլավովկայի շրջանի երկաթուղային կամուրջը։ Այս 2 կամուրջներով Ռուսաստանը տեղափոխում էր ծանր զրահատեխնիկա, զինամթերք եւ անձնակազմ Ուկրաինայի հարավում գտնվող իր խմբավորումների համար եւ այժմ այդ լոգիստիկան կտրված է։ Այս ամենին զուգահեռ գլխավոր շտաբը հայտնում է, որ Ղրիմի Չեռնոմորսկայի շրջանում ոչնչացվել է ռուսական ծովային անօդաչու կաթերների պահեստը, իսկ Սևաստոպոլում հաջողությամբ խոցվել է Ռուսաստանի Սևծովյան նավատորմի ռադիոէլեկտրոնային հետախուզության ստորաբաժանումը։ Հարվածներ են հասցվել նաև Ղրիմի Պերվոմայսկայի շրջանի վերականգնման բազային, Խերսոնի մարզի Պադովոյի շրջանի նյութատեխնիկական պահեստներին եւ Զապորոժիեի մարզի օկուպացված Տոկմակ քաղաքի մոտ գտնվող թշնամու դրոնների պահեստային համալիրին։ Այսպիսով, ունենալով տոտալ անհաջողություն, Պուտինը փորձում է իր երեսը պահել քաղաքացիական բնակչության դեմ տերորով։ Քաղաքակիրթ աշխարհի համար նրա մեթոդները իհարկե ընկալելի չեն, բայց սա արյունարբու Ռուսաստանն է։ Երևի շաբաթ օրվա համար այսքանը բավարար է։ Եթե ստացվի, վաղը անալիտիկա ալիքով կթողարկեմ կարևոր հարցազրույց ուկրաինացի փորձագետների հետ։ Դե ինչ, այսօրվա համար այսքանը, անչափ շնորհակալ եմ, որ մեզ հետ եք։ Մինչև անջատելը նորից հիշեցնեմ լայքերի եւ տարածումների մասին, ով չի հասցրել դա անել եթերի ընթացքում։ Ձեզ հաջողություն եմ ցանկանում եւ ամենագլխավորը անփորձանք եղեք։